Բարև Ժորժ ջան, արագի մեջ ասելու եմ, հելն եմ ինչ ուզում եմ ասեմ, որովհետև գրելով շատ երկար կլներ, գրելը, դրա համար ասի արագ խոսքս միտքս ասեմ ու հել եմ։ Ուրեմն տեսա շատ կոմենտարյաներ, մեկնաբանություններ վարչապետի ու Արթուր Աբրահամի հետ կապված այդ հանդիպման հետ կապված հանդիպումը որ մեր դպրոց էր բացվում Արթուր Աբրահամի անունով ու ինչ ասես գրել էին, ինչ ասես, մարդիկ կային հանել են, ընենց խելացուտաղ ուտեղ են իրանց տրեկ, կամ չգիտեմ ունտեղն են իրանց տրեկ, հանել են գցել են, որ Արթուր Աբրահամը Ռոբերտ Քոչարյանի ծնունդան շնորհավոր է, տենում եք ասма հիմա դե կողմնորոշվի Արտուր, ինչ կա կողմնորոշվելու այնտեղ են, սպորտսմեն է, սպորտը քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի։ Այդ մարդուն ինչի համար եք խառնում քաղաքական հարցերի մեջ։ Այսօր Նիկոլ Փաշինյանն է, դպրոց են բացում, հարգում են պատիվը, որպես լավագույն սպորտսմեն, համաշխարհային սպորտսմեն, ով որ մեր ազգի պատիվը բարձրապահ է, այդ մարդը եկել է, վարչապետի ձեռքը սեղմել է, խոսում է, չգիտեմ, շնորհակալություն հայտնում, ինչ անում, համենայն դեպս Վաղը կլի Պողոս Պողոսյանը կանչի, չգիտեմ ինչ կբացի, այդ մարդը կեթա Պողոս Պողոսյանի կտենա։ Ինչի եք ստիպում, որ մարդիկ, ինչ որ չակերտավոր մարդիկ, որ հեղինակություն չունեն իրանց կյանքում, ուզում են հեղինակություն ձեռք բերեն Facebook-յան հարթակներում կամ չգիտեմ ուր դե, ձեր հետ հաշվի նստեն, ասենք Արթուր Աբրահամի նման տաղ են, որ համաշխարհային մակարդակով ճանաչում ձեռք բերեց ու Հայաստանին ներկայացրեց որպես պետություն, որտեղ սպորտսմենները ամենալավագույնն են ու չեմպիոններ են, այդ տղուն այսօր ով ինչ ուզի կարա գրի, հա, այդ ուրացակ, մոռացակ, սրբություն, ինքնասիրություն, թասի, բանուն, ձեր համար են, որ մեկին կարա պաշտեք, ինքը լավագույնը լինի, չգիտեմ, երկիրը ներկայացնի, լավ մարդ լինի, ու հաջորդ պահին, ինչ որ մեկի դուրը չեկավ, ինչ որ մի բան, այդ մարդուն հողերին կարակ հավասարեցնեք, հա, այդ ածերը արժեք, հա, դե բոլորին չի վերաբերում բնականաբար ասած, վերաբերում են մասային, ովքեր որ այտենց են մտածում, այտենց են իրենց պահում, չկայացածները, որ Facebook-յան հարթակում ուզում են կայանան իրենց երկու հատ լայք են դնում, մտածում են իրանցից ինչ որ բան են ներկայացնում, հա, խեք ընենց անում, որ մեզ ստիպեք, որ դուրս գանք արդեն անենց գործողությունների գնանք, որ հետո մտածեք, որ պետք չի անել այն ինչ որ անում եք։ Ինչու է խեք մարդկանց վարկաբեկում օրինակ այն մարդկանց, ովքեր որ հարգանքի արժանի մարդիկ են։ Այն ժամանակ, որ երկրի դրոշը բարձրացնում էր, ամբողջ աշխարհն էր ճանաչում մեր երկիրը Արթուր Աբրահամով, ինքը հերոսն էր, ազգային տղա էր, լավագույնն էր, ազգի հերոս էր։ Իսկ երբ որ հիմա եկել ա ու իր պատվին դպրոց են սարքում, բացում են անում, չգիտեմ, արդեն այդ տղեն, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մարդիկ չեն սիրում, հակա Նիկոլ Փաշինյանական են, հակա իշխանական են, ուրեմն պետքա վարկաբեկեն, հա, այն մարդուն, ում որ պաշտել են ժամանակին, ով որ իսկապես մեր պարծանքն է, հա, ես համարում եմ, որ Արթուր Աբրահամը մեր պարծանքն է, ինքը քաղաքական գործի չի, քաղաքականության հետ կապ չունի, այսօր ով ուզում է լինի երկրի ղեկավար, վաղը մյուս օրը, այդ մարդը ցանկացածի հետ կարա ձեռք սեղմի, ցանկացածին տեսնի, որովհետև ինքը չունի քաղաքական հայացքներ, ինքը սպորտսմեն մարդ է, խեք սպորտը, մշակույթը, կրթությունը խառնում քաղաքականության հետ, ով այսօր Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնավ հակա Նիկոլ Փաշինյանականները պետք է այդ մարդուն ամենավերջի խոսքերով վատաբանեն ու քարկոծեն ու հակառակը ինչ եք թևերի բաժանում ազգը խեք պարակտում դուք ով եք եղել որ դուք Արթուր Աբրահամին բան ասեք ես Արթուր Աբրահամին չեմ ճանաչում անձնապես ես իր հետ ընդհանրապես շփում չեմ ունեցել նույնիսկ դեմ առ դեմ չենք հանդիպել 100 մետրի վրա ես այդ մարդուն չեմ տեսել բայց ես իր գործը հարգում եմ Ես հարգում եմ Արթուր Աբրահամին իր կատարած սխրագործությունները, որ ինքը մեր երկիրը ներկայացնում էր ամենաբարձր հարթակներում։ Այսինքն այդ մարդիկ հիմիկվա, ովքեր որ Արթուր Աբրահամին տես բաներ են ասում, կամ առհասարակ տես մտածելակերպ ունեցող մարդիկ, ցանկացած մարդու կարան հողերի հավասարացնեն, իրաց համար սրբություն, հարգանք, պատիվ,
ազգայնականություն, ազգային արժեքներ գոյություն չունեն։ Այսօր կարա լավը լինի ասեն լավն ես, վաղ ինչ-որ մեկի դուրը ինչ-որ բան չեկավ, առանց որևէ բան հաշվի առնելու կարա այդ մարդուն հողերին հավասարեցնի առանց մի բան մտածելու։ Գիտեք որն է սխալը։ Ես հենց հիմա մեղադրում եմ Նիկոլ Փաշինյանին։ Ուղիղ ասում եմ։ Նիկոլ Փաշինյան, փոխանցեք խոսքերս։ Նիկոլ Փաշինյան, դուք եք մեղավոր, որ այսօր այսպես են վերաբերվում ազգը մեկը մյուսին, որ կարան ամեն վատ բարերով վիրավորեն մեկը մյուսին ու անպատասխան մնան, անպատժելի մնան։ Այդ դուք եք մեղավոր, որ թույլ եք տվել երկիրը հասնի այս մակարդակի, որ մեր ու մանուկ չեն նայում, սրբություն չեն նայում, մեկը մեկին վարկաբեկում վիրավորում են ու պատասխանատվություն չեն կրում այդ մարդիկ։ Վաղը որ մեկը մյուսին սպանի դրա համար, տանելու են սպանողին դատեն։ Հաշվի չառնեն, որ այդ մարդու ինքնասիրության ու սրբությանն են կապել։ Իսկ երբ որ այդ մարդը, ով որ կապտում է ինքնասիրության ու սրբությանը, լինի համապատասխան օրենք, որ այդ մարդկանց պատժի ենթարկեն, էլ այդպիսի բան մեր երկրում չի լինի։ Թե պետքա գա Սերժ Սարգսյանի նման մեկը, Ռոբերտ Քոչարյանի նման մեկը, որ փորձեն ինչ-որ մեկին մի բան ասեն, տան պայծեսդի մոտ ոտերի տակ առեն, կամ էլ կորցնեն Հուրհավիտյան, որ էլ նման բան չլինի, որ մնացածները մտածեն սրանից հետո արտահայտվելու իրենց բառապաշարին ու գաղափարներին նայեն, ուշադիր լինեն խոսելուց, հա։ Այդտենց պետք է լինի։ Այս ի՞նչ է դառը երկիրը։ Սրբություն, բան, ոչ մեկի համար չկա։ Այն մարդիկ, ովքեր որ հայյանքներ են գրում կամ խոսում են Facebook-ով, կին կլինի, տղամարդ կլինի, կանանց մասին вообще չեմ խոսում, այն կինը, որ հելնում է ու բերանը բացում առանց մտածելու, այդ դրա երեխեն, այդ դրա բարեկամը, քուրը, աղբերը, ինչ պետք է իրանից սովորեն, ինչ պետք է տենան, որ այդ կինը չի մտածում, որ կարա երեխեք նայեն։ Այս ինչ է կատարվում, այս ոնց եք դու կորցրել ձեր ինքնասիրությունը, ժողովուրդ։ Կամ այն մարդիկ, ովքեր որ տղամարդ են, տղամարդու շոր են կրում, տղամարդ են իրաց կոչում, ֆիզիոլոգիական տղամարդ են։ Ոնց են հայոյանքներ գրում կամ խոսում, մտածելը որ ինքը կին ունի, երեխա ունի, մայր ունի, վաղը որ դուրս գաս դու, ու վաղը ինչ-որ մեկը քեզ տենա, քո կնոջ հետ, ու դու հայոյանքներով խոսում ես, ու չեն ասի ես ով է այսի։ Ինչ որ դու ես, այն էլ քո կինն է, էլի քո կինը ոնց է այս տղամարդու կողա։ Այսինքն դու քո կնոջ մոտ փողոցում ոնց որ հայոյանքներ անես, ու դա քո համար նորմալ է։ Չուժոյ մարդկանց մոտ, քեզ անծանոթ մարդկանց մոտ քո մոր հետ կլնես, քրոջ հետ կլնես, կնոջդ հետ կլնես, հայոյանք ես անում, ու ամբողջ հանրությունը նայում է քեզ, որ դու քո մոր, քրոջ, կնոջ հետ կանգնած ես դրսում, ու դա քո համար նորմալ է, էլի։ Դա քո ինքնասիրությանը չես կապնում դու ինքդ, որ թույլ ես տալիս քեզ հայոյանք ուրիշն նայում է քեզ ու ասում է այսով է ու դե լիքը բաներ է ասում կամ շուռ են գալիս կնոջդ մոտ քեզ են ասում նորմալ եք համարում դա հա ինքնասիրությունները գցել եք ոտի տակ ու տշելով տանում եք ու դա նորմալ է այն կան այդ բա հելնում են բերաններից եկածը խոսում են ես նայում եմ ապշում եմ արա ասում եմ այս կինը հիմա որ փողոցով դուրս գա ինքը իրան ոնց է նայում որ չեն ասում, ասենք, այ էս ինչ։ Ու հանգիստ կարան ասեն, որովհետև ինքը այդ բառապաշարով է խոսում ու իրան կարան հանգիստ ասեն, յուրաքանչյուրը։ Ու ոչ մեկ չի կարող ասի, դա չկոչես այդ աղջկան, ինքը նորմալ աղջիկ չէ, ոչ էլ նորմալ կին է։ Ուղիղ ասում եմ։ Կամ այդ տղեն, ով որ տղա կլինի, պապի կլինի, չգիտեմ, հոպար կլինի, ձաձա կլինի, ով ուզում է լինի, հելնի տես խոսա Facebook-ով հայախառը, վաղը մյուս օր ես տենամ ինքը կնոջ հետ քրոջ հետ անցնում է Ես իրան քֆուրով կանչեմ, ինքը չի կարող ասի, ես ինչ ես խոսում, ես իմ կնոջ կողն եմ, ում կող ուզում ես եղի դու, թույլ ես տվել, դու հանրության մոտ, հանրության, լիքը մարդիկ կարան այն ու լիքը մայր, քույր, կին, երեխեք կան, ու նույն քո կինը նստած կողատ լսում է թե դու ինչ ես խոսում, քո աղջիկը, քո, չգիտեմ, մայրը նստած տենում է թե դու ինչ ես խոսում, այսինքն դու անինքնասեր մարդ ես Ոնց ես թույլ տալիս քեզ այդպես պահես դու որ դուրս ես գալիս քայլում ես քո մոր, քրոջ կամ կնոջ հետ կամ ընկերուհուդ հետ որ քայլում ես քեզ տաղա ես զգում հա որ մեկը քեզ թույլ ես տվել քֆուրով կկանչի քո քրոջ մոտ ու մոտ ուզում ես եղի կկանչի ու դու չես կարա բան ասես որովհետև դու անինքնասեր ես
Դու ինքնասիրություն պահող ես, եթե ինքնասիրություն պահող մարդ լինես, դու չես հանրային տես բան ասես, որտեվ լիքը ուրիշների մայրեր ու քույրեր են լսում այդ քո հայոյանքները։ Կամ այն մարդիկ, ովքեր որ մտնում են կոմենտարի են գրում հայախառը, առանց, ասենք, լիքը մարդ է կարդում, էլի։ Օրինակ, նույն բանը, արտահայտությունը գրես իրեն, կամ fake edge-երով։ Այդ fake edge-երը, լսեք, ձեզ չի փրկելու է, որ շատ ուզենք գտնելու այդ fake edge-երին, հաստատ կգտնենք։ Այդ fake edge-ով դու որ գրում ես, դու տղամարդ չես, եթե տղամարդ է գրողը, էլի։ Որովհետև տղամարդ իրան թույլ չի տա fake edge-ով ինչ-որ մեկին հայոյանք գրի, որովհետև դու դողում ես նստած, նույնիսկ դու էկրանի հետևից դողալով ես գրում, որովհետև ոչ մի լուրջ տղա այդպես բան չի անի, ու ինքը գիտի, որ եթե մեկին հայոյանք է տալիս, այդ մեկն էլ իրան է տալիս։ Այսինքն դու պատրաստ ես, որ քեզ լիքը հայոյանքներ ասեն, դու պատրաստ ես լսելու։ Դա քեզ դուր է գալիս։ Ու ում որ հայում ես ու հազարապատիկ քեզ հայում են, դա քեզ դուր է գալիս, որովհետև դու այդ մարդն ես, անինքնասեր մարդն ես։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ ձեզ ցավը տանեմ, ովքեր որ իմեջում են, ես ուզում եմ մեր իմեջում լինեն այն գիտակից առողջ մասան, որ մենք կարենանք փոխենք ինչ-որ բանես երկրում։ Մենք կարանք փոխենք, մենք ամեն մեկս մեր շրջապատում եթե աշխատենք փոխել, մենք լիքը գործ արած կլինենք։ Խնդրում եմ, ովքեր այտենց հայոյանքներ են գրում, ջնջեք, սև ցուցակ գցեք, առհամարեք, իրանք էլ չկան մեր կյանքում։ Մի նայեք, մի հետևեք, ժողովուրդ ջան։ Ինչքան շատ եք հետևում, այնքան իրանք ջրաղացի ջուր եք լցնում։ Այնքան իրանք մտածում են, որ իրանցին ինչ-որ բան են ներկայացնում։ Կամ հելնում են սրան նրան հայախառը կպնում են, մտածում են, որ իրանք վարկաբեկեցին ինչ-որ մեկին, որ հայախառը կարեցան անեն, չգիտեմ, Ճապոնիայում, Լոս Անջելեսում, չգիտեմ, Գլենդելում կլինի, ուր դե կլինի, աշխարհի մի ծերում են իրանք գտնվում, ու մտածում են, որ իրանք անհասանելի են, իրանք կարան հայյանք անեն, դու եք ես թույլ չես տալիս, որովհետև ունես ինքնասիրություն, ու մտածում են, որ կուլ ես հետում, ու իրանք անպատժել են, ինչ ուզեն կարան անեն։ Այդպես մարդկաս պետք է առհամարել, ժողովուրդ, գցեք սև ցուցակ, ջնջեք, կորցրեք այդ մարդիկ չպետք է այլևան մեր հասարակության մեջ։ Մեր առողջ հասարակությանը փչացնող մարդիկ են։ Մի թողեք Երևան։ Մենք միասին պետք է դրա դեմ պայքարենք։ Միասին, ով այտենց ինչ որ բանա գրում իմ էջում, որ իմ դուրը չի գալիս, առանց մտածելու, առանց նայելու, ես սև ցուցակ եմ գցում միանգամից այդ մարդուն։ Որովհետև ինքը չպետք է լինի իմ էջում, իմ դաշտում չպետք է լինի։ Նույնն էլ դուք բոլորդ աշխատեք այդ դրա վրա, աշխատեք ժողովուրդ ջան։ Մի թողեք, որ մեր առողջ հասարակության մեջ ինչ որ կերպարներ, կենթանիներ փչացնեն այդ առողջ հասարակությունը։ Մենք չենք նմանվի իրանց, մենք կստիպենք, որ իրանք նմանվեն մեզ։ Ժողովուրդ ջան, եկեք փոխենք մեր հասարակությունը։ Լիքը տգետ մարդիկ կան, լիքը, իրոք եմ ասում, շատ, անմտածել, անգաղափար, չգիտեմ, mən որ տգետ մասան լիքն է։ Իրանք փորձում են մեզ տանեն իրանց դաշտ, այսինքն ասեմ ոնց, պրովոկացիոն գործողություններով, ինչ ասես կարան գրեն, կարան խոսան, դրթեն մարդուն, որ մարդը վերածվի իր նման կերպարի։ Այսինքն կորցնես քո համբերությունը, քո մարդկային տեսակը, քո բարոյականությունդ ու դառնաս իրանց նման, իրանք սկրին անեն գրածները ու հանեն ասեն, բա տենում եք ինքը էս էր, ինքը այս մարդն է։ Իրանք դրան են ուզում հասնեն։ Դրա համար իրանք պետք է ուղղակի առհամարենք, կորցնենք, ջնջենք, չերևան մեր դաշտում առհասարակ։ Իրանք ուզում են մեզ քաշեն իրանց դաշտ։ Ինչ ասես կարա գրեն, պրովոկացիայի ենթարկեն, որ մենք իրանց նմանվենք, որ ասեն ենա, էսա ինքը, էսա, իրանց արածները կորցնեն ու քեզ հանեն խայտարակ անեն, էլի իրենց մտածելակերպով։ Դրա համար չպետք է նմանվենք դրանց։ Դրանց առհամարում ենք, չենք նայում։ Կարինե Օվանյանը գրում է հերոտեղից լեզուն է երկար։ Այո, հարգելիս, այո, ճիշտ ես ասում։ Հերու տեղից իրանք ուժեղ տղա են, որովհետև մտածում են, որ անհասանելի են, բայց անհասանելի չեք, հասանելի կդառնաք։ Ուղղակի չենք ուզում իջնենք հասնենք դրան, չենք ուզում ազգը պառակտենք, չենք ուզում, չգիտեմ, ազգի մեջ ինչ-որ տարանջատումներ մտցնենք, ես դեմ եմ դրան, ես միասնության քարոզողն եմ։ Ես ուզում եմ
Ավետիսյան մար գրում է հրահարելով։ Այո, հրահարում են մեզ, հարգելիս, ճիշտ ես ասում, հրահարում են, որ մենք դառնանք իրանց նման, բայց մենք իրանց նման չենք դառնալու։ Մենք լավն ենք, ու մեր լավը պետքա տարածենք ու հասանելի դարձնենք բոլորին։ Սիրելիներս, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, խնդրում եմ, այդտենց մարդկանց ուղղակի անտեսեք։ Մի թողեք, որ մնան մեր դաշտում։ Ես ում տեսնում եմ, այս ով է, հələ մի րոպե։ Արտուր Ասլանյան, արա, բայց դու ինչ կարգի։ Դու ով ես вообще, Արտուր Ասլանյան, ասենք դու քեզանից ինչ ես ներկա, եթե դու տղա ես, այսքանի մոտ ասում եմ, եթե դու տղա ես, նայեք մեկը գրում է, մի հատ ասենք անբարոյականի ծնունդ, եթե դու տղա ես, դու քո դեմքը ցույց տուր, այսքան մարդու մոտ ցույց տուր, ու ես քեզ ցույց տամ, դու ով ես, ու ես ով եմ։ Դու անբարոյականի կերպար ես, զավակ ես, անբարոյականի զավակ։ Հիմա դուրը տեկավ, որ քեզ ասի։ Դուրը տեկավ, դու անբարոյականի ծնունդ ես, քո մայրը ծնել է քեզ անբարոյական զավակին։ Հասկանում ես։ Հիմա դուրը տեկավ, քեզ ուղիղ ասում եմ այսքան մարդու մոտ։ Այդ էիր ուզում իմանալ։ Տես ասենք Ժորժ ջան, անինքնասեր մարդուց է խոսում, այ սրա նման անինքնասեր մի հատ կերպար, մի հատ ծնունդ, որ ուզեց որ իր մորը կպնեի, իր ընտանիքին կպնեի, որ ինքը անբարոյականի ծնունդը, անբարոյական ընտանիքից հելած, անդաստիրակ սրպապիղծ մարդ է։ Ահա, դուրը տեկավ, կերար, կշտացար, անուշ լինի։ Կեստը փոխանցի ծնողներիդ, ինչ ասեցի։ Այս են ժողովուրդ ջան։ Չկա բարոյականություն սրանց մեջ չկա։ Ուզում եմ որ իրանց ասենք ուղիղ, իրանք ով են։ Նա նոր է խոսում այդ մարդկանցից, անբարոյականի ծնունդներից, ու հելավ։ Ասեցի, չէ։ Ուզում եմ որ մարդուն կպնում են, որ իրանց հայո ես, իրանց ասես 100 անգամ ավելին, որ ինքը դրանից ավելի լավ զգա իրան։ Ինքը անինքնասեր է, ինքը դրանից լավ ազգում։ Տեսակ ինչ եղավ։ Թող նկարը դնի, ես այսքան մարդու մոտ ասում եմ, որ ես քեզ այն որ չգիտեմ, ուր դե լինես, դու քեզ ոչ մեկ լուրջ տղա չընդունի։ Դու իմանաս, որ դու ոչնչություն ես։ Դու ուղղակի տղա չես, ոչ էլ չգիտեմ, տարյապկա ես։ Քո ծանողների, քո կանոջ, քրոջ մոր պատիվը գետնի տվող մարդ ես անինքնասեր։ Եթե կա տղա ես, նկարը դիր։ Էտա։ Քո նմանները պիտի վերանան ազգից։ Այս Արտուր Ասլանյանը գրում ու քֆուր անում, իմ նմանները շատանալու են մեր ազգում, ու քո նմանն անբարոյականի ծնունդներին իրենց տեղն են ցույց տալու, որտեվ դու անբարոյական լակոտ ես, ու քեզ այնքան դուր եկավ իմ ասածները, որ էլի դրթեցիր, որ քեզ ասեմ, եթե դու իսկապես տղա ես, քո մեջ կա ինքնասիրություն, նկարը դիր, ես ազգի առաջ ասում եմ, նկարը տնեմ ու ցույց տամ, որ քո մոտ որևէ ինքնասիրություն չկա, դու անբարոյական մարդ ես, դու մեր չունես, մեր չես հարգում, դու ծնող չես հարգում, դու անինքնասեր մարդ ես, որովհետև դու թույլ չէիր տա, որ քեզ այսքան ասեի, իսկ դու թույլ տվեցիր։ Ոչ մի առողջ մարդ, խելամիտ մարդ, այդքան բանը թույլ չէր տա։ Ժորժ ջան, օրինակը բերեցի, օրինակից վրա հայտնվեց անբարոյականի ծնունդ կերպար, ում որ, ձեր աչքի առաջ տեղ ունեցավ այս ամենը։ Հասկանում եք։ Ասենք, տեսնում եք ինչա կատարվում։ Տեսնում եք։ Այս մարդիկ, այս կերպարները մեր երկրի անվան հետ խաղում են, փչացնում են։ Էսի կարա լինի ադրբեջանցի օրինակ։ Էսի հաստատ ադրբեջանցի է։ Հաստատ։ Չի կարա խոսքի հայը այսքան անինքնասեր լինի, էլի որ էսի է, որովհետև ադրբեջանցիք են իմ մեջում մտնում գրում, շատ են եղել, շատ են գրել ադրբեջանցիք, ես իրանց միանգամից բլոկել եմ։ Էսի ադրբեջանցի է։ Ուրիշ հայ չի կարա լինի, հայը չի կարա սենց բանանի, ժողովուրդ ջան, հասկանում եք։ Ադրբեջանի սայթից կարան մտնեն, կան անինքնասեր մարդիկ, հայերի մեջ էլ կան, մեր մեջ էլ կան, խի չկան որ անինքնասեր, բայց ավելի շատ հիմա ադրբեջանցիք են իմ դեմ աշխատում, որովհետև ես ասել եմ, որ Եվրոդատարան եմ գնում, ու իրանցի չատ են գրում։ Անես որ մի զարմացեք, էդի հայերեն խոսացող կարա ադրբեջանցի լինի, կամ հենց ինքը
հայա, անինքնասեր անբարոյական հայա, էլի, այդտենց լիքը կան, խենք զարմանում, որ, այսքանը Ժորժ ջան, ու էլի ասում եմ, ինքնասիրություն ունեցող մարդը երբեք այդտենց բան իրան թույլ չի տա, որովհետև ինքը գիտի, որ եթե մեկին հայոյեց կամ ինչ-որ բան ասեց, նույնը 100 անգամ հասնելու է իրան, 100 անգամ ավել, եթե ուզում են, որ իրեն մորը կպնեն, կնոջը կպնեն, քրոջը կպնեն, ինքը թույլ է տալու, որ կպնեն, տեսնելի փողոցում տեսնելիս, այսինքն ինքը չի կարա իր դեմքով գրի, որովհետև ոչ մի լուրջ մարդ, ինքնասիրություն ունեցող մարդ այդպես բան չի անի։ Հիմա մենք պետք է այդ քանի դեմ պայքարենք Ժողովուրդ ջան, էսի շատ լուրջ հարց է, շատ լուրջ խնդիր է։ Մարդիկ կան, որ նայում են մատերի արանքով է սա ամեն ինչ, Ժողովուրդ ջան, բայց մի նայեք մատերը, էսի շատ լուրջ խնդիր է։ Էսի ազգակործան բան է, որ մարդիկ անում են, էլի։ Էսի անինքնասիրություն, սրբապղծություն է ուղղակի մարդկանց մոտ, որոշ մարդկանց մոտ։ Այսքանը բոլորի շատ եմ սիրում, Արտուր Աբրամյանին հարգում եմ, սիրում եմ որպես հայ, պատվավոր մարդ, ով որ երկրի դրոշը միշտ բարձրացրել է, բարձրապահ է ու ոչ մեկ իրավունք չունի թելադրելու մյուսին, թե ինքը աճ գնա, ձախ գնա, թե ուղիղ գնա։ Ով ինչ գաղափարներ ունի, ինքը գնում է այդ գաղափարներով։ Եթե մարդը իրեն պահում է կոռեկտ, չափված, ինքնասիրությունը պահող, ինքը իրավունք ունի գնալու որթև ուզի կգնա Նիկոլ Փաշինյանի կողքին կլինի, ուզի կգնա, չգիտեմ, Սամվել Կարապետյանի, ուզում է գնա Դաշնակների, ում ուզի, ոչ մեկ իրավունք չունի, ասի դու պետք ուղղությունը ծախնա, դու պետք է ծախ գնաս, եթե ծախ չգնացիր, ես կարամ կապնեմ քո մորը, քո ընտանիքին, ոչ մեկ դրա իրավունքը չունի, բոլորդ պետք է էդի ճիշտ գնահատեք Ժողովուրդ ջան, ու թույլ չտաք, որ ինչ որ մեկը ձեզ ուղղորդի որ ճանապարհով գնալ ու ինչ որ մեկը զգա որ ինքը ճնշված է, այսինքն մեծամասնությունը 15 հոգով մեկին գրեն կոմենտարիաներ ճնշեն, որ ինքը չկարողանա գրի, ինքը վախենա, վախի ազդեցության տակ, ասի հա ես ծախ եմ եթալու, մենակ ինձի մի բան ասեք։ Չկա տես մեկը, չի կարա ոչ մեկի հանդեպ հոգևոր բռնություն ցուցաբերի կամ ֆիզիկական բռնության վախեցնի, չկա տես մեկ, եթե տես մարդիկ կլինեն գրեք ինձ։ Գրեք տեսնեմ ովքեր են որ կարան ինչ-որ մեկին ստիպողաբար ուղղորդեն ծախ գնա, աճ գնա, առաջ գնա, թե հետ գնա։ Այդ յուրաքանչյուր մարդու որոշումն է։ Մի վախեցեք ոչ մեծամասնություն, ոչ փոքրամասնությունից, ոչ ինչ-որ մեկի մտքերը չկիսելուց, դուք ձեր մտքերում եղեք առաջատար, դուք վերլուծեք ճիշտը, գնահատեք այն մարդկանց, ովքեր որ իրենցից արժեք են ներկայացնում, գնահատեք այն գործողությունները, որոնք արժևորում եք ու մի նայեք, թե ով ինչ ձեզ խորհուրդ կտա կամ կուղղորդի։ Ոչ մեկ իրավունք չունի ուղղորդելու։ Եթե ես գտնում եմ, որ պետքա գնամ աճ, 1000 հոգի կանգնի ասի, որ պետքա ծախ գնաս, ես մեկը աճ եմ եթալու, որովհետև ոչ մեկի կարծիքը իմ համար կարևոր չի, եթե ես ունեմ իմ սկզբունքները, ես ունեմ իմ ճանապարհը։ Ոչ մեկ չի կարող ուղղորդի։ Մարդիկ կան, որ ասում են, եթե ձախ չգնացիր, սկսում են հայոյել, մայել, են մեկն էլ խեղճացած ասում է, ինչ ասես ասում են, ինչ ասես գրում են, ավելի լավ է ես ոչի բան չխոսամ, ոչի բան չանեմ, մենակ թե ինձի վատ բան չասեն։ Այդ է։ Դրա համար Ժողովուրդ ջան, մի քաշվեք, մի վախեցեք, ասում եմ, եթե կան մարդիկ, ովքեր որ հանկարծ կփորձեն ճնշում գործադրել ինչ-որ մեկի վրա, ինձ գրեք այդ մարդկանց տվյալները տվեք, ես այդ մարդկանց հետ դաստիարակչական աշխատանք կտանեմ, որ հասկանան որ այս երկրում չեն կարող ուղղորդեն։ Ու եթե մեկը մտածում է կարա ինչ-որ մեկի ինքնասիրությանը կապնելով ստիպի, որ այդ մարդը գնա այլ ճանապարհով, որը իր այդ տվյալի նախընտրելին է, չարաչար սխալվում է, չարաչար։ Որովհետև այս երկրում էլ թույլ չենք տա, որ ինչ-որ մեկը կարողանա այդպես բան անի։ Էլ եմ ասում, Նիկոլ Փաշինյանին ես անձամբ դիմելու եմ ու բոլոր այն մեր մարմիններին ովքեր որ օրենսդիր մարմնին, որպեսզի ընդունվի օրենք Facebook-ը ու սոցիալական ցանցերը կառավարելու։ Այսինքն մարդը մտնում է իր դեմքով, իր անձնագրի տվյալներով գրանցվում, որպեսզի այս հայոյախառը, այս տագետ, այս չգիտեմ սրպապիղծ մարդիկ չկարեն անել իրենց անպատժելի զգան fake էջերի հետևում։ Որպեսզի օրենք ընդունվի կառավարվի այս հարթակը, որ այսի բարդակ է, այս ինչ է կատարվում։
Ատեն ժողովուրդ ջան, ձեզ շատ եմ սիրում, այսքան էլ չեմ ուզում ավել ծավալվեմ, ինչ պետք էր ասեցի, սարպապիղսներն էլ թող այդքան իրանց մամաներով ու քրերով զբաղվեն, որովհետև մեր մեջ աներիք չունեն իրանք, լավ մնացեք, բոլորի շատ եմ սիրում։